Սեպտեմբերի 10-ին Շիրակացու ճեմարանում տեղի ունեցավ հուշցերեկույթ նվիրված ճեմարանի համահիմնադիր, երկար տարիների փոխտնօրեն, քիմիաուսուցչուհի, վերջին տարիներին կրթահամալիրի տնօրենի գլխավոր խորհրդական տիկին Արփինե Փափազյանի 75-ամյակին։ Նրա հիշատակին նվիրված հուշցերեկույթը դարձավ առիթ ևս մեկ անգամ մեկտեղելու ճեմարանի ամբողջ ընտանիքին, գործընկերներին, սաներին ու շրջանավարտներին, որոնք իրենց պատմություններով ու անգեղցիշխողություններով վերապրեցին տիկին Փափազյանի թողած հարուստ ժառանգությունը։ Միջոցառման հնչեցին բազմաթիվ հիշատակի խոսքեր, ներկաները կիսվեցին իրենց պատմություններով ու հուշերով, որոնք նորովի ընդգծեցին տիկին Փափազյանի մարդկային եւ մասնագիտական դիմագիծը եւ կարեւորությունը ճեմարանի կյանքում։ Այսօրը ճեմարանի գրադարանը վերանվանվեց նրա անունով, դառնալով հավերժական հիշեցում նրա գործին, նվիրվածության եւ անգնահատելի ավանդի մասին։ Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր խոսքում ընդգծեց. տիկին Փափազյանի դերը ճեմարանի ստեղծման եւ կայացման գործում անչափելի է։ Նա մասնագիտությամբ քիմիկոս էր, բայց նույնքան վարպետությամբ էր տիրապետում հայոց լեզվին ու գրականությանը։ Շատերը զարմանում էին, ինչպես է հնարավոր, որ քիմիայի ուսուցչուհին այդքան խորությամբ սիրի եւ ճանաչի հայոց լեզուն։ Դա իհարկե փաստում էր նրա բազմակողմանի զարգացվածության եւ կրթության նկատմամբ ունեցած սերը։ Տիկին Փափազյանի գործընկերները ևս վկայեցին նրա բացառիկ մարդկային հատկանիշների մասին։ Նրանք հիշեցին ոչ միայն նրա մասնագիտական հմտություններն, այլև իր անձնական ջերմությունը, նրբանկատությունը եւ սերն իր սաների հանդեպ։ Նա ոչ միայն ուսուցիչ էր, այլև բարեկամ ու խորհրդատու։ Նրա ներկայությունը միշտ ոգեշնչող էր, նշեցին գործընկերները։ Այսուհետ ճեմարանի գրադարանը կրելով տիկին Արփինե Փափազյանի անունը կդառնա գիտելիքի եւ հոգեվոր արժեքների կենտրոն, որտեղ նոր սերունդները միշտ կհիշեն նրա թողած հետքը։ Բայց ինձ ներշնչող ուսուցիչներից մեկը հենց տիկին Փափազյանն է։